Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Հյուսիս-հարավ ճանապարհի հերթական հատվածը հանձնվեց շահագործման։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն առաջինն էր, որ իր մեքենայով անցավ ճանապարհի նորաբաց հատվածով։ Գյումրիից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ճանապարհը էականորեն ավելի կարճ ժամանակում հնարավոր կլինի հաղթահարել։ Մարզպետը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ Գյումրի-Երևան ճանապարհի հյուսիս-հարավ միջանցքը ամբողջությամբ շահագործման հանձնված կլինի։ Ի դեպ, այդ մասին հայտարարել է նաև տարածքային կառավարման նախարարը։ Այսօր մենք բացում ենք հյուսիս-հարավ ճանապարհի 23 կիլոմետր հատվածը, որը միանում են նախորդ բացված ճանապարհին 18 կիլոմետրից ավել եւ ամբողջական 41 կիլոմետրից ավել ճանապարհ ենք ունենում արդեն եւ հուսով ենք այս տարվա մինչեւ վերջ արդեն ամբողջությամբ Գյումրի-Երևանը բացված կլինի։ Ճանապարհը մեր համար թե երկրի համար, թե Գյումրու համար շատ ռազմավարական նշանակություն ունի եւ մեր մարզի զարգացումը ուղիղ կախված է նաեւ այս ճանապարհի շուտապույտ արդեն վերջնական ավարտին հասցնելուն եւ շահագործմանը։ Իհարկե աբսուրդ է, որ մենք հիմա բացում ենք 14 թվականի հիմք դրված ճանապարհը, այս 120 կիլոմետրը, բայց ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք եւ շատ ուրախ ենք, որ այսօր եւս մեկ հատված կարողացել ենք բացել։ Հիշեցնենք, որ Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը դեռ օրեր առաջ էր խոստացել, որ Լանջիկ-Ասատան հատվածը մարտի 20-ին կբացվի։ Մեկ օր շուտ ճանապարհի այդ հատվածը շահագործման հանձնվեց։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1